Ինչ եք կարծում, ես ինչպիսի ղեկավար է պետք, որ կարողանանք խաղաղ ապրել։ Ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող, ինչպիսի ղեկավար։ Ինչպիսի է ղեկավարը, այնպիսի ղեկավար, որ ուժեղ ղեկավար լինի, նորմալ ղեկավարի, որ երկիրը բարելավի։ Մեզ պետք է Կարապետյան Սամվել, ղեկավար չեմ տեսնում։ Պայքարող տեսակի ղեկավար անես պետք։ Որ այս երկրի համար պայքարենք, ընդհանրապես մեր հայկական իրավունքների մասին խոսքը, չգիտեմ։ Թե մնացած բաները սա թատրոն է, որին մենք ականատես ենք ու մաշվում ենք, այտենց ամեն մեկը մի կողմ քշելով, չգիտեմ։ Ես ցանկանամ, որ մեր ղեկավարը լինի ուժեղ։ Ոչ թե ասենք ուժեղ լինի զենքի զորքի միջոցով, այլ լինի ուժեղ գաղափարապես, տնտեսապես եւ այլ սեր վայելի ժողովրդի մեջ։ Հաստատ համոզված եղեք, որ ժողովրդի մի մասում Փաշինյանի որպես այդպիսի կերպար ատելություն է ձևավորվել, սերմանվել։ Չգիտեմ ինչից է դա, պատճառները թողնենք, իրենք շատ լավ էլ քննարկում են դա, գտնում, բայց ես ցանկանում եմ, որ լինի սեր եւ միասնություն, խաղաղություն։ Ամենակարևորը հայրենասեր եւ արտաքին ազդակներին ժողովրդի հետ միասին այնպիսի անձնավորություն, որ կարողանա դիմակայել։ Սաղելվավիճան ասել բարի կլեմ, բաս ծեր փաշուն տսար ինչ արած։ Չտսար ինչ արած։ Բարի եմ, լավն եմ, սաղել վարչապետ է։ Մգ դու վարչապետ ես։ Ուժեղ։ Ժողովրդի հոգսերը վատող, իհարկե։ Մի քիչ տղա լինի։ Ժողովրդի համար հոգատար լինի, բարի գործեր անի ժողովրդի համար, մանավանդ թոշակառուների։ 2 կոպեկ փող ենք ստանում, չգիտենք հաջողության տանք, թե ուտելիքի տանք, վարդ տանք, ժողովուրդը հիմա սա անհարմար վիճակի է, չգիտեմ։ Ինձ թվում է, որ յուրաքանչյուր ղեկավար պետք է լինի գործունյա, բանիմաց եւ գրագետ։ Ու այդ ամբողջը կարողանա խմբավորել միասնական մեկ ջոկատում, մեկ կազմում, մեկ թիմում ու գործի դնել, թե չէ սրան նրան մեղադրելով կամ մեկի մեղքը մյուսի վրա գցելով որևէ հաջողության հասնելը դժվար է ակնկալել։ Ուժեղ բարի ժողովրդի հոգսերով ապրող, միասին։ Մեր խելոք մարդը լիտ, Փաշինյանը լիտ, ռաբլիտ է։